Այսպես կոչված միջանցքի թեման վերջնականապես փակվել է Վաշինգտոնյան հռչակագրից հետո։ Եվ Վաշինգտոնյան հռչակագրի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի տարածքում ստեղծվելու է Դոնալդ Թրամփի անունով ճանապարհ։ Trump Route for International Peace and Prosperity, TRIP, Տրամփի ուղի, TRIP ուղի։ Այսինքն սա մի ճանապարհ եւ նշվում է հստակ, որ դրանից առաջ նախորդող կետում նշվում է, որ կոմունիկացիաները ապաշրջափակվելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սահմաններում, հետո փոխադարձ առավելություններով նույն փաստաթղթի մեջ կարևորվում է սահմանների անքակտելիության փաստը, այսինքն ամբողջությամբ, այսպես երկաթ բետոնյա մի հատ բան է դրվում այն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության տեսանկյունից։ Մենք ունենք հիմա մի փաստաթուղթ, ստորագրված Սպիտակ տանը, եւ այդ փաստաթղթի ներքո նաեւ դրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը, համաձայն որի մենք արձանագրել եւ ցեմենտել ենք այն հին սկզբունքը, որով որ մենք պաշտպանելու ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ այլն։ Սրանից ավելի կարեւոր կռվան չկա։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն Գոնջարյան, կուզենայի նաև ավելացնել, որ ԵԽՎ-ում բրիտանացի պատգամավոր սր Էդվարդ Լեյը մի հոդված կարդացի իր հանրային գործունեության վերաբերյալ, որտեղ հստակ օրինակներով առանձնացրած էր իր վերաբերմունքը հայկական հարցերի վերաբերյալ եւ նաեւ ադրբեջանական, որտեղ հստակ երևում է, որ տվյալ անձնավորությունը ավելի շատ հայկական շահերի պաշտպանության դրսևորումներ է ունեցել, քան Ադրբեջան, ընդ որում Ադրբեջանին դեմ երբեմն խոսացել է եւ այստեղից կարելի է անել հետեւություններ, որ այդ ձևակերպումը շատ մեծ հավանականությամբ մեր խորհրդարանական կամ արտախորհրդական ընդդիմության կողմից է հասցեագրվել պատգամավորին, սա ուղղակի մեջբերում։ Շնորհակալություն, ես ուզում եմ ամփոփելով ասել, որ մեր դիրքորոշումները հիմնված են լեգիտիմության վրա։ Իսկ լեգիտիմ են այն խոսույթ, այն եզրույթները, այն բառերը, այն խոսույթը, որի տակ որ դրված է Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի ստորագրությունները։ Դա է լեգիտիմը եւ այդ ստորագրությունների ներքո դրված է Թրամփի ուղին, դրված է 5 սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անկախտելիություն եւ մեր դիրքորոշումները հիմնված են լինելու այս լեգիտիմության հիման վրա պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Եվ գիտեք ինչ, մենք պիտի նաեւ որպես հանրություն իմունիտետ ունենանք տարատեսակ տեղերից տարբեր մարդկանց շուրթերով հնչող ամենատարբեր խոսույթներին եւ ամեն մի բառից բառակապակցությունից հետո ցնցումների մեջ չընկնենք, որովհետեւ պարզ է, չէ՞ որ խաղաղությունը կառուցելը բարդ գործ է։ Եվ եթե մենք ամեն մի սադրանքից գլուխներս այսպես գլխապատառ փարխնենք, ասենք, վայ, այս ինչ եղավ, աշխարհը փուլ է գալիս, մեր փոխարեն ով է այդ խաղաղությունը կառուցելու։ Ընդդիմության շահը հենց դա է, որ մարդկանց գցի ցնցումների մեջ, մարդկանց պահի վախերի մեջ, բայց մենք որպես պետություն, որպես կառավարող մեծամասնություն մեր ժողովրդի հետ միասին պիտի կարողանանք հանգիստ նյարդերով, հիմնվելով լեգիտիմության վրա, պաշտպանենք եւ զարգացնենք խաղաղությունը եւ ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք։ Շնորհակալություն։